Եվրոպական խորհրդարանի մեջ հայ քերներու հարցով այսպիսի խորհրդաժողովի գազմագերբումը շատ կարևոր է։ Անիգա ցույց կտա, որ հայ քերներու հարցը չմորցվի եւ նշանակի մնալ աշխարհի ուշադրության կենտրոնը։ Թե ինչու ես շատ դրական կնահատեմ այս նախաձեռնությունը, երբ դարբեր երկիրներու խորհրդարանները, կառավարությունները եւ գազմագերբությունները գխոսին այս հարցի մասին, աշխարհի ուշադրությունը գերտա այս անարդարության վրա։ Ասիգա գնամիան օգնել մեզի, որ մեր քերիներուն հետ ավելի լավ վարվին եւ ավելի մեծ ճնշումը լա, որբեսի անոնք որքան կարելի է շուտ ազատ արձակվին եւ վերադառնան իրենց ընտանիքներուն։ Ամեն անգամ երբ կխոսենք մեր քերներուն մասին, պետք է հիշենք, որ անոնք անշուշտ ընտանիքներ ունին, որոնք ամեն օր կսպասեն իրենց վերադարձին։ Մարդու իրավունքները երբեք քաղաքական հաշիվներու զոհ պետք չէ դառնային։ Սրտանց գուսամ, որ այս բոլոր չանքերը օգտակար դառնան եւ վերջապես մեր քերները ազատ արձակվին ու ապահով վերադառնան իրենց ընտանիքներուն անշուշտ։ Իսկ Կանադայի քետնի վրա, Կանադայի հայկական համայնքը շատ աշխուժ է եւ այս հարցով շատ աշխուժ է։ Մեր համայնքի գազագերբությունները, գամավորները անոնք դարիներ շարունակած են իրենց ցայնը կբարձրացնեն, որբեսի հայ քերիներու հարցը չմորցվի եւ մնա Կանադայի կառավարության ու միջազգային համայնքյան ուշադրության տակ։ Այս աշխատանքին մեջ շատ կարևոր դեր ունի մեր Կանադայի հայտարարի հանձնախումբը Armenian National Committee of Canada ավելի քան 60 տարի արդեն գբաշխանի հայկական հարցերը Կանադայի քաղաքական կյանքի մեջ եւ անոնք շատ աշխուժ աշխատանք կդանի հայ քերիներուն հարցով, Արցախի հայության եւ Հայաստանի անվտանգության հարցերով մեր սիրտերը ծեր սրտերուն հետ են եւ ANC-ին ակորձը կդանի մեզի համար Գնամսել, որ հայտարարի հանձնախումբը կհանդիպի նախարարներուն հետ, պատգամավորներուն հետ եւ pedagogan պատասխանատուներու հետ դերգություններ կփոխանցեն, հայտարարություններ կհրապարակեն եւ կխնդրեն, որ Կանադան ավելի ուժեղ քայլեր առնի Գնամ հիշել 2021-ին իվեր կարծեմ անշատ շարունակ բանջած է հայ քերներուն ազատ արձակման մասին նույնիսկ Լաչինի միջանքի շրջապակման ժամանակ Արցախի բռնի դեղահարություններն եւ մինչեւ այսօր հայտարարիչ կորձունությունը շարունակ բարձրացնած է այս հարցերը եւ գոչ ուղղած է Կանադայի կառավարության, որ պաշտպանի մարդու իրավունքներ եւ պաշտպանի բոլոր հայ քերներու անհաբաղ եւ առանց պայմանի ազատ արձակումը։ Այս բոլոր չանքերը գտնամսել, որ նաեւ արդյունք տված են, քանի որ Կանադայի կառավարությունը դարբեր առիթներով արտահայտած է իր դիրքորոշումը։ Ամենեն հստակ օրինակներն մեկը Մերանի Ժոլի այն adենվա արտաքին գործոս նախարարն էր 2024-ի սեպտեմբերին, երբ ան բանջեց 2020-ի պատերազմին հետո բանջեց մնացած բոլոր հայ քերիներու ինչպես նաև Ադրբեջանի մեջ Բաքուի բահվող բոլոր հայերուն առանց պայմանի ազատ արձակումը ասիգա կարևոր քայլեր եւ պետք է գնահատենք այն բայց իմ կարծիքով եւ ամեն հայու կարծիքով Կանադան գնա եւ պետք է ավելի լինել անշուշտ միշտ գա ավելի լինել միջա այնտեղ որ մեկ քերի կմնա մենք ստիպված ենք փուշնելու եւ Կանադական կառավարությանն կսպասենք որ ավելի զորավոր գանքին, որ վերջապես դղակը դունքան։ Այս հարցը պետք է շարունակվի եւ պետք է շարունակ բարձրացվի Ադրբեջանի շահերուն հետ եւ Կանադան պետք է տաշնագիտներուն հետ միասին գոքնի շարունակի ճնշում կործատրել, որովհետեւ մեր քերները ազատ արձակվին։
Եվ վերջո մարդու իրավունքները սահմաններ չունին, երբ ամեն մարդիկ անարտար գերբով փանդարգված են, ամբողջ միջազգային հանրությունը պատասխանություն ունի իր ցայնը բարձրացնելու։ Եվ գուսամ, որ Կանադան, ինչպես նաև աշխարհի բոլոր երկրները պիտի շարունակեն այս աշխատանքը, ինչպես որ ասի մինչև որ մեր բոլոր գերները ազատ եւ ապահով վերադառնան իրենց ընտանիքներուն։ Վերջերս Իսրայելի քնեսետին մեջ ներկայացված հայ ցեղասպանությունը ճանաչեն հանացեք ցուկուպնագի սպիրկի այնպիսի համայնքի մեջ որ դարիներ շնորհած մեծ աշխատանք տարված է ճանաչման ուղղությամբ ինչպես կքննադեք այս նախաձեռնությունը։ Այո, ինձ համար եւ բոլոր հայերու համար շատ ուրախանալի ասենք, ուրախանալի լուր բնե եւ իսկապես ես շատ ուրախ եի, որ այս լուրը լսեցի։ Անշուշտ շատ դարիներ Իսրայելի մեջ քննարկումներ եղան հայ ցեղասպանությունը ճանաչելու մասին, բայց դարբեր պատճառներով հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններում պատճառով այդ քայլը չէր կատարված, բայց այս հունիս 2026-ին երբ լսեցինք շատ կարևոր օր եղավ մեզի համար սպիրկահայերը շատ ուրախ էին անշուշտ Հայաստանի հայերու նման երբ Իսրայելի կառավարությունը միացան հավանություն հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկին անշուշտ ես նաև շատ քննադատեցի արտաքին գործոս նախարար Կետյոն Սարի խոսքերը երբ անցավ թե ասիգա Փարոյական եւ բատմական բարդականություն մնե շատ կարևոր խոսքեր էր այդ խոսքերը առանց նահատուկ նշանակություն ունին մանավանդ երբ բուքան ժողովրդը որ ինքն ապրած է հոլոկոստի սարսափը հիմա հաջորդ քայլը քնեսետի քվեարկությունն է անշուշտ ես անգամ զորենգուսամ որ անիգա պիտի ընդունվի որովհետև եթե այդ բադահի Իսրայել առաջին անգամ իր պատմության մեջ պաշտոնապես պիտի ճանցնա հայոց ցեղասպանությունը ասիգա միայն հայ ժողովրդին համար կարևոր չէ անիգա նաև մեծ հույսի նշան է պիտի լա նշան ամբողջ մարդկության համար ամբիդի ցույց տա որ պատմական ճշմարտությունը արդարություն եւ մարդկային արժանապատվությունը գտնան միացնել ժողովուրդները ես կհավատամ որ երբ երկու ժողովուրդներ որոնք իրենց պատմության մեջ այսպիսի մեծ ողբերգություն ապրած են իրարու գողքին կգանքնին այդ շատ խոր իմաստ ունի բայց ավելի լայն իմաստով ես կհավատամ որ աշխարհի բոլոր ժողովուրդները պետք է իրարու գողքին կգանքնին երբ խոսքը մարդու իրավունքներուն արդարության եւ մարդկային արժանապատվության մասին է ինչպես կգնահատեք ներկայիս Հայաստան սպիրտ հարաբերությունները եւ ինչպես հիմնական մարտահրավերներ կտեսնեք իմ կարծիքով Հայաստան ու սպիրտը մեկ ժողովուրդ ենք մենք դարբեր երկրներու մեջ կաբրինք, ապրած ենք, չարթի ազատված ժողովուրդ ենք, բայց մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր աբական իրարու կապված են, հայաբահբանումը իրարու կապված են, այսօր ավելի քան երբևէ շատ կարևոր է որ Հայաստանը սփյուռք գաբը ամուր մնա մենք պետք է շարունակենք իրարու լսել, իրարու հասկանալ եւ միասին աշխատել բնական է որ դարբեր գարցիկներ ըլլան բայց ես կգարձեմ որ ամենամեծ մարտահրավերը փոխադարձ վստահությունը պահպանելն է եւ իրարու լսելը երբ վստահություն կա համակորձություն կա ավելի թյուրին կլա աշխատանքը շարունակելը եւ զորանալը սպիրկը շատ բան գտնադալ Հայաստանին
իր փորձով, իր գիտելիքներով եւ իր միջազգային գաբերով եւ իր ժողովրդով։ Իսկ Հայաստանը միշտ պիտի մնա մեր ազգային կենտրոնը, մեր հայրենիքն ու մայրենիքը։ Ես կհավատամ, որ փոխադարձ հարկանքը, վստահություն եւ փած երկխոսություն ամենին կարևոր հիմքերն են, երբ միասին աշխատենք, մենք շատ ավելի ուժեղ ենք եւ այդ ուժը ինբաստ ամբողջ հայ ժողովրդին է։ Նայեցեք աշխարհի 4 կողմը ֆրանկոֆոնին գա, Commonwealth-ի երկիրները գա, իրար հետ կաշխատին, G7 երկիրները կան, որ իրար հետ կաշխատին, որ ազգային արյունի գաբչունին եւ իրար հետ կաշխատին։ Մենք ինչու իրար հետ չաշխատենք եւ մեր երկիրը զորացնենք, մեր հայրենիքը ու մայրենիքը զորացնենք։